այդ վարձի ճիշտ չափը որոշելը նաև կարևոր է այն իմաստով, որ մենք ասենք օրինակ այս սենյակը, եթե մենք վարձով տայինք մի մասնավորի, ինչքան դա կարժենար։ Եվ այդ իմաստով կարևոր է հասկանալ նաև իր այլընտրանքային եկամուտը, ինչքան կգեներացվել ճիշտ որոշում կայացնելու համար։ Եվ երկրորդ բանը, որ ուզում եի ասել, որ մենք անցած տարի արդեն մի քայլ արել ենք այս ուղղությամբ եւ բյուջեի հավելվածում ներկայացրել ենք այս ծախսերը։ Այսինքն զուտ բյուջեի մեջ դա չի արտացոլվել տողերի մեջ, բայց առանձին հավելվածով, որպեսզի ցույց տանք, թե մենք որքան է վարձակալական արժեքը պետական հիմնարկների զբաղեցրած գույքի, դա արել ենք եւ սա եւս մի այլ քայլ կլինի, որտեղ այդ հավելվածը արդեն կհայտնվի հիմնական բյուջեի տողերում։ Շնորհակալություն։ Ես ենթադրում եմ, որ նաև այդ թվում օրինակ հիմա մենք շատ ճիշտ նշվեց։ Մենք դպրոցների շենքեր ունենք, օգտագործվում է իրանց շատ քիչ տոկոսը։ Կեսը, 60%-ը, 40%-ը եւ մենք այս պատկերն էլ պետք է հասկանանք, այդ պատկերն էլ պետք է ունենանք։ Ընդ որում ենթադրում ենք, որ մեզ սա հնարավորություն կտա գնահատել նաև շենքերի վիճակը, չէ՞։ Որովհետև եթե գույքը իրան վերաբերվում ենք ոչ թե որպես գույք, այլ ոչ թե որպես կոթող, որը կոթողը տենց ինչքան քանդված լինի, այնքան ավելի խորհրդավոր է, չէ՞։ Այլ գույք, մի իմանանք, այս գույքը ինչ է իրենից ներկայացնում։ Որպեսզի նաև իմանանք, սա մեր քաղաքականությունների մշակման առումով ավելի բան կտա։ Բայց ելի եմ ասում, իհարկե ի հայտ կգան հարցեր։ Մենք հիմա կառավարության նիստի ֆորմատով այդ բոլոր հարցերը չենք կարող վերհանել եւ պետքա չվախենալ, հա հարցը եկավ, մի հատ նայենք, կարող է հանգամանքներ լինի, իրոք նկատած այս քննարկումների ընթացքում նկատված չլինեն։ Նկատվեց հանգամանքը, պետքա առերեսվել այդ հանգամանքին, մտածել լուծումներ առաջարկել, բայց որ նաեւ մեր մոտ ամեն ինչ պետքա կանոնակարգված լինի եւ ֆինանսական հոսքերի առումով էլ։ Հիմա այսա կտեսնեք, սրա արդյունքում մեր կրթության ոլորտում մեր արած ծախսերը հնայի հարաբերակցությունը աճելու է։ Բոլոր ոլորտներում եւ սա մեզ հնարավորություն է տալու ավելի լավ տեսնել, թե ինչ է կատարվում, ավելի լավ հասկանալ ինչքանով է մեր ծախսերը արդյունավետ։ Իմիջիայլոց որպեսզի մեր կապարանոց չընչի, կարծում եմ իմաստ ունի մի հատ նայել, օրինակ նույն ես Լիտվայի անունը տվեցի, Լիտվայում ասենք շենքերի վրա արվող շենքերի հենց որպես կապիտալ ներդրում դա հաշվառվում է, թե չի հաշվառվում, որովհետև ես տենց ինտուիտիվ ասացի, բայց կարող է պարզվի, որ իրականում այդքան էլ այդպես չի։ Պարոն Միրզոյան, դուք բան ունեիք ասելու, հա։ Պարոն վարչապետ, կարծում եմ հաշվարկված կլինի կամ գուցե հետագա քննարկումների ընթացքում պարզվի, հարց առաջացավ ուղղակի մեջ, բոլոր փաստարկները իհարկե հասկանալի եւ ընդունելի են եւ ամեն ինչ ճիշտ է, մենակ այդ մասնավորի եւ մրցունակության կտորը որոշ անորոշություններ է թողում, առնվազն ինձ մոտ, օրինակ կարող է պարզվի, որ մենք 60 միլիոն ենք տալիս ինչ-որ շատ պայմանական թվեր եմ ասում եւ հիմնարկներ երաշտական դպրոցի համար, թատրոնի համար, պոլիկլինիկայի համար մի տեղում եւ կարելի է այդ ծառայությունը ստանալ 20 միլիոնով այլ շենք վարձակալել, բայց այդ շենքը, այսինքն չգիտեմ, կարող է պարզվի, որ Երևանի փոքր կամ նույնիսկ մեծ կենտրոնում չեն լինի երաշտական դպրոցներ, պոլիկլինիկաներ կամ թատրոններ, որտեղ ձեռ չի տալիս։ Ես հնարավոր տեսական հարցադրում եմ անում, էլի։ Կառավարման հարցադրում եք անում, այսինքն դա կոնկրետ իրավիճակ է, որտեղ պետք է որոշում կայացվի։ Այսինքն կնայենք այդ իրավիճակին։ Որովհետև բայց նաև էսա պետք հասկանալ, կարող է հակառակն լինի։ Պարզվի, որ այդ մեր երաշտական դպրոցին, որը Երևանի կենտրոնում է, վարձակալության վճարը, ասենք ենթադրենք 7 միլիոն դրամ է, որովհետև այնքան քանդված է, այնքան վթարային է, այնքան է, որ ինքը շուկայական արժեք չունի։ Կարա պարզվի տենց բան։ Եվ սա մեզ լույս կվառի, որ հարգելիներս այդտեղ խնդիր ունենք։ Որովհետև այնտեղ սանհանգույցները քանդուքար վիճակում են։ Ինչը մեր դպրոցների համար բան չի, շատ հազվագյուտ բան չի։ Մեր դպրոցների մի շատ հսկայական մասում դե ֆակտո սանհանգույցը շատ պայմանական բան է։ Եվ սա մեզ հարց կծագի, բա ինչի է Երևանի կենտրոնում այս շենքը վարձակալության արժեքը այսքան քիչ։
Հետո կտեսնենք դա, որ այս շենքում այնքան խնդիրներ կա, մենք պետք է գնանք այդ խնդիրները լուծելու հետևից։ Եվ հանրությունն էլ պետք է տեսնի, որ այդ խնդիրն է, որովհետև շատ դեպքերում մենք համակերպվել ենք այդ բանի հետ, այդ խնդրի հետ, որ հա դե դպրոց հա, ծրի շենք հա, պետք է սանհանգույցն է նորմալ չլինի, այն էլ նորմալ չլինի, այն էլ նորմալ չլինի։ Եվ ել եմ ասում, ձեր ասածը ռիսկ է, որը պետք է կառավարենք։ Կարող ենք կարգավորել այդ ռիսկը, օրենսդրական կամ ենթաօրենսդրական ակտերով կարգավորել այդ ռիսկը։ Ուրիշ հարց էլ կարա ծագի, պետք է հասկանանք այդ երաժշտական դպրոցը քանի աշակերտ ունի։ Որտեւ այդ կարա պարզվի երաժշտական դպրոցը ունի 300 աշակերտ, կարա պարզվի երաժշտական դպրոցը ունի 30 աշակերտ։ Էս էլ է խնդրեմ, որի հետ պետք է առնչվենք, բա Երևանի ամենակենտրոնում ինչի 30 աշակերտ ունի, ի՞նչն է պատճառը։ Չնայած ենթադրում եմ, որ տենց դեպք չունենք։ Չունենք շատ ավելի լավ։ Համեցեք։ Մի կարճ բան ավելացնեմ պարոն Միրզոյանի ասացին, որովհետև դա շատ հետաքրքիր էլի հոգեբանական հարց է։ Որովհետև պարոն Միրզոյան, այդ նույն հաջողությամբ իրավունք ունեմ ասել, որ մենք արհեստական կուլտեր ունենք գույքի պատճառով։ Դպրոցների կուլտեր, երաժշտական դպրոցների կուլտեր, որոնց անունը ու բովանդակությունը իրար հետ չի բռնում։ Ու այդ կուլտը ձևավորվել է իր լավ գույք կենտրոնում ունենալու կապակցությամբ, որը գնահատված չի ծառայության մեջ։ Ես վստահ եմ, դա շատ նուրբ հարց է, բայց ինքը մի կողմանի չի, այդ մեդալը մյուս կողմն էլ ունի, էլի։ Եվ այդ իմաստով ես կարծում եմ, իրոք պետք է ռեալ արժեքը գնահատել տվյալ երաժշտական դպրոցի ու ծառայության ինքնարժեքը։ Շատ լավ, էլի մի ճանապարհ է, որին ոտք ենք դնում եւ պետքա շատ զգուշ քայլել այդ ճանապարհով, տեսնել ինչ խնդիրներ կան եւ այդ խնդիրները լուծել։ Բայց որ պետքա գնանշված լինի, այդ ակնհայտ է, որպեսզի մենք էլ իմանանք արժեքը, իմանանք ինչ ներդրում է արվում այդ ոլորտում, որպեսզի մեր քաղաքականությունները մշակելիս ավելի ամբողջական պատկեր ունենանք եւ ստուգենք մյուս երկրներում այս կոմպոնենտը մտնում է ծախսի մեջ կրթության ոլորտում արվող ենթադրում եմ, որ չի կարող չմտնել, որովհետև շատ դեպքերում այն չէ մասնավոր պետական գործընկերության համակարգ է գործում, որ պետությունը շենքը կառուցում է մասնավոր եւ պետությունը ասենք 50 տարվա պայմանագիր է կնքում, որ 50 տարի վարձակալելու այդ շենքը եւ մենք հիմա նաեւ դպրոցների կառուցման խնդրեմ ունենալու պատճառով մտածում ենք, որ գուցե մենք էլ պետքա տենց բաների մասին մտածենք, որ ոչ թե պետությունը ֆինանսավորվի, մրցույթ հայտարարի, գնաշինարարությունը վերահսկի, անորակությունները հայտնաբերի դատական process-ների մեջ մտնի, այլ մենք ասենք մենք ուզում ենք պատրաստի շենք առաջիկա 100 տարում կամ 50 տարում որպես դպրոց վարձակալելու համար եւ կարող է պարզվի դա երկարաժամկետում ավելի էժան է նստում պետության վրա եւ այդ շատ երկրներում օրինակ ես գիտեմ որ հիմա Ռուսաստանի Դաշնությունում այդ համակարգը գործում է եվրոպական շատ երկրներում այդ համակարգը գործում է որը նաեւ տնտեսության ակտիվացման շատ կարեւոր խթան եւ գործոն է այնպես որ պետքա այս ուղղությամբ նաեւ մտածենք եթե որ պահին կտեսնենք, որ բացառող հանգամանք կա, ոչ մի բան մեզ չի խանգարում այդ կտորը շրջանցել գնալ ուրիշ ուղղությամբ։